Սիրելի հետևորդներս, այսօրվա իմ բարի լույսը սկսում եմ ջերմուկի այս անառիկ բարձունքներից։ Հիշում եք, բազում անգամ ասած ու շեշտած կլինեմ, որ մեր սենյակի պատշգամբից հեռվից հեռու երևում է եղնիկը։ Հիմա եկել ենք, հասել ենք, տարածքը վերանորոգել են, ամեն մի մանրուք հաշվի են առել ու եկեք նայենք ջերմուկի անառիկ սարերին հեռվից, խնդրեմ նայենք ջերմուկը վերևից, տեսախցիկը մի քիչ մոտեցնեմ, որ ավելի տեսանելի ու հաճելի լինի։ Հələ ստեղ նայեք այս գեղեցկությանը, այս անառիկ սարերին ու ժայռերին։ Վայոց ձորը յուրահատուկ է իր լեռներով, սարերով, ձորերով ու ամեն մի ժայռի վրա բնությունը իր հետաքրքիր քանդակն է թողել ու յուրովի է թողել։ Կամաց իջնենք, գնա, մի գա դեռ։ Ես արդեն նկարեցի։ Հա, սպասի։ Կամաց իջնենք, սիրելի հետևորդներս ու Ես մեծ սիրում սարքեր են, չէ՞։ հա, Ալեքսս։ Իսկ ֆոսերներ են սարքեր։ Դες կնկարես մատուտ ունենամ։ Հա, անպայման։ Հաշվի են առել ամեն մի մանրուք։ Ես երբից նկարեցի, ասի չկարողանամ բարթանալ, որ Բարձանանք այստեղից, հենա, արդեն որ տեղանքին ծանոթ ենք, հենա գալերեան, են դեպի ձախ, այն վարդագույն տանիքների դիմացի հատվածը ընկնում է գալերեան, այն Grand Resort-ն է, այս ընդհանուր ճանապարհը, ընդեղ Օլիմպիան, հետո մեր առողջարանը ու եկեք ուղղակի վայելենք այն կապույտ տանիքներովը ջերմուկի մայր գործարանն է, խնդրեմ, այս էլ նոր որ բարձանում ենք ջերմուկ, ինչ որ շինություն էր, դա էլ է դա, խնդրեմ, էլի մի քիչ առաջանամ, խնդրեմ, անգամ այն հեռվի ճանապարհն է երևում, խնդրեմ, այսպիսի անառիկ սարերի մեջ է գտնվում ջերմուկը, իր բազմաթիվ առողջարաններով, սիրելի հետևորդներս։ Սա էլ իմ ձեր սիրելի Ալեքսը։ Վերջ, այսքան մի բան, որ ցանկացա կիսվեմ ձեր հետ, սիրելի հետևորդներս։